Բարի օր, հանրային ռադիոյի եթերում առանց տողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարդարյանն եմ, խոսել եւ խոսելու ենք խնդիրների մասին, որոնք ուզում են կամ պետք է ուզեն հասարակությանն, այսօր իմ զրուցակիցն է Ազգային ժողովի պատգամավոր քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ Լիլիթ Մինասյանը, բարև ձեզ Տիկին Մինասյան։ Տիկին Մինասյան, ինչ եղել է Գյումրիում արդեն շատ քննարկվել է, բայց քննարկվել է փոքր-ինչ այլ տեսանկյունից, ինչ եղավ, այսպես եթե կարճ շարադրենք, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը այսպես չբնորոշեմ պարտվեց, որովհետև ըստ էության ամենաշատ ձայն հավաքած քաղաքական ուժը քաղաքացիական պայմանագիրներ, բայց նաև չհաղթեց, որովհետև ընդդիմությունը միավորվելով ըստ էության հնարավորություն ունի արդեն 8 օրից ընտրել Գյումրիի նոր կամ հին քաղաքապետ։ Հիմա այգանք արդեն 8 օր հետոին այս կատարվածքով նայենք, ըստ ձեզ ամսի 16-ին ապրիլի կհաջողվի Գյումրիում քաղաքապետ ունենալ, թե այնուհանդերձ այնտեղ այդ 8 օրը կարող է շատ ջուր տանի ու բոլորովին այլ ուղղությամբ։ Նախ շնորհակալ եմ հրավերի համար, բայց ես ձեր մեկնաբանությունից մի բառ առանձնացնեմ, որ ասում եք չբնորոշենք պարտվեց, ես բնորոշում եմ պարտվեց։ Եվ դրա մեջ ոչ մի ամոթալի կամ վատ բան չկա։ Բացարձակապես, ուղղակի բնորոշումներից աշխատում եմ հնարավորինս խուսափել։ 50+1% ձայն չհավաքելը արդեն իսկ պարտվել է եւ դրա ինչ եղավի մեկնաբանությունը եթե տանք, եղավ այն ինչ մեկ ամիս շարունակ մենք բոլոր հնարավոր եթերներից եւ ամբիոններից հայտարարում էինք, ուղղակի 4 ուժերը որոնք իրականում երկու ուժերի ներկայացուցիչներ են, միավորվեցին եւ իրանց դեմքով հանդես չգալու պարագայում խոսքը Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ուժերի մասին է, նրանք ունեն Գյումրիում սատելիտներ, որոնք միավորվեցին եւ ստեղծեցին այսպես ասած քաղաքական մեկ միավոր անունը ընդդիմություն։ Բայց իրականում ինչ կլինի ամսի 8 օրից ես այդտեղ անկեղծ ասած կանխատեսումների դաշտ մտնելը մի քիչ անշնորհակալ գործ է, որովհետև իրականում առաջի 3-4 օրը սպասում էինք Մարտուն Գրիգորյանի արձագանքին եւ գիտենք ինչ մեծ հակասությունների դաշտ կա, ինչ հսկայածավալ թշնամանք կա, տարիների տասնամյակների, այո, մեծ կռիվ կա, բայց դա միայն անձնական դաշտում չի, շատերը ասում են, անգամ Վարդան Ղուկասյանն է շատ շեշտում, Մարտուն Գրիգորյանը անձնական խնդիրներ, այդ անձնական չի եղել, նաև քաղաքական է եղել, Մարտուն Գրիգորյանը շատ տարիներ շարունակ փորձել է Վարդան Ղուկասյանին քաղաքապետի պաշտոնից դուրս մղել եւ ինքը լինել քաղաքապետ։ Հիմա կա ժամանակին շատ հետաքրքիր տեղափոխվում էին իրար, այդ ԲՀԿ-ից մեկը գնում էր ՀՀԿ, ՀՀԿ-ից գալիս էր ԲՀԿ, որովհետև Մարտուն Գրիգորյանը շեշտել է, որ քանի որ Վարդան Ղուկասյանը ԲՀԿ-ում է, ես չեմ կարող լինել Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամ, ես դրա համար տեղափոխվեց Հանրապետական կուսակցություն։ Հանրապետական կուսակցությունը չգիտես ինչի աբստրաֆում է Մարտուն Գրիգորյանից, չնայած որ շատ պարագլուխներ նաև պաշտպանում էին քոչարանական հարձակումներից, քոչարանական մեդիա սատելիտների հարձակումներից, այստեղ մի փոքր չգիտեմ կարելի է ընկալել, որ Մարտուն Գրիգորյանի վերջին հայտարարության տեքստի մեջ կան կասկածի նշույլներ, արդյոք նա կտա այդ երկու ձայնը, կապահովի մասնակցությունը ամբողջությամբ, որտեղ եթե երկու հոգի օրինակ ներկա լինեն։ Ներողություն եմ խնդրում, ձեր ասած մյուս թևի ներկայացուցիչները վերջին 2-3 օրվա ընթացքում պնդում են, որ Մարտուն Գրիգորյանը երկու ձայնի մասին չի ասել։ Հայտարարության մեջ է գրված։ Դե չգիտեմ ինչու է, մարդիկ ասում են երկու ձայնի մասին չի խոսքը, ինքը ասել է, որ ինքը կտա այնքան ձայն, որքան անհրաժեշտ է։ Այսինքն երկու ձայն չէ, պետք է 3 կտա։ Երկու ձայն։ Եթե երկու ձայն գրած չլներ, ես այս մեկնաբանությունը չէի անի, եւ երկու քվե կտա պակասող քվեների տեղը եւ դրա դիմաց ոչինչ չի պահանջի, մարդու տեքստը հստակ է, իսկ ինչ վերաբերում է, իսկ պետք լինի երկու ձայնն է, բայց խնդիրը քվեների, այսինքն ավականուն նիստում քվորում ապահովելու համար, եթե մեր խմբակցությունը հանենք արանքից, իրենց ընդհանուր 17 քվե է հարկավոր։ Այստեղ կարող է օրինակ Մարտուն Գրիգորյանը այդ երկու քվեն ապահովի ընտրության համար, բայց քվորումի համար քվեներ չապահովի։ Կարող է իրականում այս կարողները շատ են եւ առաջի 3 օրը ավելի շատ թեզեր հնչեցին, թե ինչ կարող է անել Մարտուն Գրիգորյանը, բայց ես ունեմ համոզմունք, որ այդ
ընդդիմադիր դաշտի խմբակի համար շատ ավելի կարևոր է ընդդիմությունը, աթոռը, իշխանությունը կոնկրետ Գյումրի քաղաքում ունենա, քան այն բազմադարյա կռիվները կամ արժանապատվությունը կամ, չգիտեմ, անգամ իրենց խոսքը, որ 100 անգամ հերկվեց այս ընթացքում։ Տեսեք, որոշ փորձագետներ նաև այս տաղավարում ասել են, որ այն ինչ որ տեղի ունեցավ Գյումրիում, ըստ էության գոնե որոշ քաղաքական ուժերի եւ նրանց հետևում կանգնած ավելի խոշոր խաղացողների կողմից Հայաստանում հեղաշրջում իրականացնելու այսպես գործընթացի սկիզբ կարող են համարվել։ Ոյ Աստված ջան, ինչի են մարդիկ իրանց այդքան գերագնահատում, ես չեմ հասկանում։ Չէ, այս դեպքում ոչ թե գերագնահատում են մարդիկ, ովքեր այդ ամեն ինչի մեջ են, այլ մարդիկ, որոնք այդ ամենի մեջ չեն։ Հենց հարցը դրանում է, որ եթե նայում ենք համայնքային ընտրություններին, համայնքի դրամաբանության մեջ, ցավոք սրտի մեր դեռևս թիմերում չկային մշակութար մարդիկ ընտրեն կուսակցություններ, գաղափարախոսներ, մարդիկ ընտրում են անձանց։ Եվ այո, այնտեղ Մարտուն Գրիգորյանին ընտրողը չի ուզեցել ընտրի Վարդան Ղուկասյանին, բայց ուզեցել է ընտրել ընդդիմություն եւ ընտրել է Մարտուն Գրիգորյանին, նույն Ռուբեն Մխիթարյան կամ Կարեն Բայց այդ դրամաբանությամբ մենք ընդունում ենք, որ Սարիկ Մինասյանին չէին ընտրում։ Ընտրում էին կամ չէին ընտրում Նիկոլ Փաշինյանին այդ դրամաբանությամբ։ Եթե անձերի վրա են։ Դա էլ կա, չէ, ինչի ենք մենք օրինակ եթե Վարդան Ղուկասյանն են ընտրում, ուրեմն Ռոբերտ Քոչարյանն են ընտրում, վստահաբար ոչ։ Հիմնականում այո։ Չի ասի։ Այստեղ սիմբիոզ կա, այո, կա նաև շատերը ասում են ինչի է անունը դնում Վարդան Ղուկասյանի, Ռոբերտ Քոչարյան, Վարդան Ղուկասյանի աջակիցները կամ Ռուբեն Մխիթարյանը միշտ աբստրահվել է լինելու հանրապետական թևի ներկայացուցիչ։ Մարտուն Գրիգորյանը ընդհանրապես ասում էր ես ոչ մի ուժ չեմ ներկայացնում, ես ուղղակի քանի որ պետքա դաշինքով գայինք հայրենի կուսակցությունը եւ Երևան Թավերձյանի կուսակցություններն ենք միավորել, դաշինք ենք սարքել դրա համար եմ։ Այսինքն մարդիկ այս քարոզարշավի ընթացքում աբստրահվել են իրական քաղաքական տերերից, բայց հիմա տեսնում ենք լրիվ այլ պատկեր, այսինքն չլինի առաջի դեմքերով են արդեն խոսում, որ այո, մենք ենք այս խաղի հեղինակը եղել, օրինակ հանրապետական կուսակցության փոխնախագահից սկսած վերջացրած շատ անդամներով Հայաստան դաշինքը հայտարարություն տարածեց եւ այստեղ կասկածներ չի կարող լինել։ Հարցը մի քիչ այլ տեղ է, մարդիկ ընտրել են անհատների ու եւ քաղաքացիական պայմանագրից անգամներ քիչ ձայներով։ Այստեղ մի քիչ այդ հեղաշրջման մասը բան չի էլի, այսինքն եթե նրանք չմիավորվեին, չէին կարող հաղթել քաղաքացիական պայմանագրին, իսկ միավորվելու պարագայում ճիշտ կլներ, արդար կլներ քաղաքացու հանդեպ մեկ քաղաքական ուժով հանդես գային։ Ինչալից է ձեզնից է կախված, ազգային ժողովից է կախված, ինչու, որովհետև եթե իրականացվեր օրինակ նախընտրական խոստումներից մեկը եւ ընտրական օրենսգիրքը փոփոխության ենթարկվեր, դրանով կարգելվեր հետընտրական դաշինքների կազմումը։ Օրինակ որովհետև դա քաղաքակիրթ աշխարհում դա ընդունված նորմ է, որովհետև եթե ես ձեզ ձայն եմ տալիս, ես պիտի ձեզնից պահանջեմ, եթե դուք իմ ձայնը փոխանցում եք որևէ այլ մեկին, դուք անազնիվեք իմ որպես ընտրողի նկատմամբ։ Աշխարհում ընդունված են կոալիցիաները հետընտրական process-ներում, օրինակ այդ մասին նախորոք հայտարարվում է։ Եվրոպայում շատ դեպքերում այնքան ժամանակ չեն գնում, այնքան են գնում ընտրությունների, միջև այդ կոալիցիաները չեն ձևավորում եւ կառավարություն հնարավոր չի լինել։ Ովքեր ում հետ կարող են միավորվել։ Ենթադրաբար, բայց Վարդան Ղուկասյանին ձայն տվողը կամ Մարտուն Գրիգորյան կամ Սարիկ Մինասյանին ձայն տվողը իր մտքով չի կարող անցկացնել, որ կարող է այս երկուսը իրար միավորվել։ Բայց մենք զգուշացնում ենք քաղաքացիներին անընդհատ։ Իհարկե, դա ընտրական օրենսգրքով արգելք չենք կարող սահմանել կոալիցիաներ չլինի, որտեղ դուք զգուշացնում եք, բայց ձեզ չէին հավատում։ Չհավատացին։ Շատերը հավատում էին, ինձ թվում է շատերն էլ ոչ։ Իհարկե շատ դեպքերում այդ կոնսպիրոլոգիաները քաղաքականության մեջ միշտ են եղել, երևի քաղաքացին հիմնականում հակված չի դրանց դուրք տալու, բայց այժմ ապացուցվեց եւ հետագայում նաեւ հետագայում արդեն ու ինձ թվում է այդպես է լինելու ամանավանդ համապետական ընտրությունների ժամանակ մարդիկ էլի իրենց դեմքով հանդես չեն գալու, որտեղ իրենք շատ լավ պատկերացնում են, որ Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան դեմքերը այնքան են վանում քաղաքացուն դրատեղամաս գնալու ցանկությունից, որ երևի հնարավոր չի պատկերացնել այլ
այլ պարագայում։ Քաղաքական մեկ այլ գործոնի մասին խոսենք, ձեր թույլտվությամբ Արցախահայերը 7 օր առաջ բողոքի ակցիա իրականացրեցին Ազատության հրապարակում, պահանջելով չկրճատել սոցիալական այն ծրագրերը, որ գոյություն ունեն։ Արցախահայերի ներկայացուցիչները պարբերաբար տարբեր հարթակներում ասում են, որ պետությունը կարող է ըստ էության ոչ միայն շարունակել, այլև մատնացույց են անում, թե ինչպես դա կարելի անել, ասենք դոնոր կազմակերպությունների հետ գործակցելով, բերել ինչ-որ գումարներ եւ դրանով ըստ էության կանխել արտագաղթը արցախցիների, ինչը շատ կարեւոր է, որովհետեւ ըստ էության մենք ունենք Հայաստանի Հանրապետության պոտենցիալ 100,000-ից ավել քաղաքացի, այսօր չեն ընդունել քաղաքացիություն կամ չեն ցանկանում անձնագրերը փոխել, վաղը կփոխեն, բայց որpեսզի այդ վաղը գա, պետք է որ այդ մարդիկ մնան տեղում։ Բնականաբար այս ամենը նաեւ քաղաքական շահարկումների տեղիք տվեց, մասնավորապես իշխանությունը մեղադրվեց, վերադարձավ այդ թեման, որ Արցախը հանձնեցիք, ծախեցիք, էս արեցիք, այն արեցիք եւ այլն։ Արտաքին գործերի նախարարությունը բարձաբանմամբ հանդես եկավ Ազատություն ռադիոկայանին պնդելով, որ Արցախի հայերի իրավունքների համար պայքարի էջը փակվեց այն ժամանակ, երբ Արցախահայերը դուրս եկան Արցախից եւ հրամանագիր ստորագրվեց, ինչ Արաբաստիկ հրամանագրի մասին է խոսքը, որով ըստ էության Հայաստանը արդեն զրկվեց Լեռնային Ղարաբաղի շահերը որևէ կերպ ներկայացնելու հնարավորությունից։ Հիմա քաղաքական շահարկումների դաշտում այն ինչ որ կա եւ կա այն ինչ որ ռեալ հողի վրա Արցախահայերը ունեն պահանջելու իրավունք ինչ որ բաներ Հայաստանի Հանրապետությունից, թե ոչ։ Եթե այս ամբողջ մեկնաբանությանը մեկ բառով պատասխանեմ, այո, իրավունք ունեն։ Այստեղ խնդիրը այլ դաշտում է եւ եկեք հենց ամենասկզբից գնանք։ Նախ շատ կարեւոր նկատառում եմ ուզում անել։ Ես դաշտում, մանավանդ այդ միտինգից հետո նկատում եմ շատ մեծ լարում եւ արցախցիների կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամ հակառակը, եւ դա ընդհանրապես անընդունելի եմ համարում, քաղաքական գործիչների եւ քաղաքական տեքստերը դնենք մի կողմ, բայց մարդկանց իրար դեմ լարելը, մարդկանց վիրավորելը, անգամ սխալ պահանջմունքներով կամ սխալ մեկնաբանություններով մարդկանց թիրախավորել, որովհետեւ նրանք արցախցի են, ամենամեծ քննադատությանն եմ արժանացնում նման մոտեցումը, այդ շատ կարևոր նկատառում եմ ուզում անել։ Ու երբ խոսեմ, խոսքը շարունակեմ, քաղաքական գործիչներին ուղված երբևիցե դիտարկումս չլինելու, որտեղ իրենք Լեռնային Ղարաբաղից են։ Ուղղակի անհատներ են քաղաքական գործիչներ։ Անցնենք սոցիալական ծրագրերին։ Մեր տարի ու կես ավել, երևի 115 միլիարդից ավել դրամ պետությունը ծախսել է արցախցիների ոչ միայն սոցիալական ծրագրերին 40+10-ին, այլ նաև այլ ծրագրերի, որոնք որ բազմաշերտ են։ Մեր ծրագրերը երբևիցե միտված չեն եղել արտագաղթին, ու այդ թեզը առաջի օրվանից 23 թվականի սեպտեմբերի 19-ից բոլորը մատնանշել են, եթե սենց չանեք, կարտագաղթենք, եթե դուք ամեն ինչ անում եք, որ արտագաղթենք, եթե այդ խոսույթը կարծում եմ տեղին չի, ինչի։ Արտագաղթենք, թե արտագաղթեն, որովհետև շատ կարևոր է թե ով է դա ասում։ Արցախցիների մոտ էլ կա դա, բայց ես արցախցիներին չեմ մեղադրում, որովհետև նրանց մոտ մարդիկ ամեն ինչ կորցրել են։ Նրանց մոտ անկեղծորեն եմ ասում, շատ է այդ ինֆորմացիոն հոսքերի տակ տրամաբանությունը փոխել է։ Ես կարող եմ մի պատմություն պատմել հենց սոցիալական ծրագրերի մասին, երբ նոր էին տեղահանվել, Գորիսից հետո ես շատ մեծ խումբ ստեղծեցի Telegram-ում եւ հնարավոր բոլոր Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված խմբերում տեղադրում էի այդ խումբը, որպեսզի մարդիկ մտնեն եւ անհատապես բոլորի հարցերին ցանկացած օգնությունից սկսած վերջացած պետության հետ առնչվելու ցանկացած հարցի օգնում էի։ Եվ նրանց հետ շփման ընթացքում անընդհատ այդ թեզը կար։ Առաջինը օրինակ, երբ գալիս էին, ասում էին դուք օրինակ չեք թողում մեզ մարզեր եք տանում, սկզբից հյուրանոցներ կամ կացարաններ տրամադրելու, տանում եք սահմանամերձ գյուղերը։ Այդ վախը մարդկանց մոտ ներմուծված վախ էր։ Ու այդ ներմուծված վախը, շեշտում եմ, մեդիաների կողմից է արվում եւ ոչ միայն այն մեդիաների, որոնք որ
Այսինքն հասանք այն կետին, որ գաղջը ստեղծում են լրատվամիջոցները։ Չի ասի քաղաքական ուժերն են այդ լրատվամիջոցները ղեկավարում, եկեք անկեղծ լինենք։ Եվ օրինակ կան չեմ ուզում լրատվամիջոցներ մատնանշել, բայց որոնք Արցախի տարածքում սփռում են ունեցել եւ այդ մարդիկ սովոր են այդ մեդիա ռեսուրսից օգտվել։ Ես օրինակ հերքում եի այդ տեղեկատվությունը, որ չեք գնում սահմանամերձ, լորին օրինակ չգիտեմ, Վանաձորը սահմանամերձ գյուղ չի, քաղաք Հայաստանի Հանրապետությունում եւ խնդիր չկա Վանաձորում ապրել, Շիրակի մարզ եւ այլն եւ փորձում է հերքել այդ ապատեղեկատվությունը։ Ասում էր մի որոշ շրջան գալիս էր այլ աջակցության ծրագիր, ելի նույն խնդիր օրինակ բնակարանների ապահովության ծրագիրը Դուք օրինակ դրել եք 3 միլիոն 4 միլիոն, որ մեզ տանեք սահմանամերձ գյուղեր։ Նորից հերքում է, բայց այդ մարդիկ հետ են գնում են մեդիա ռեսուրսներին, որտեղից ինֆորմացիան ստանում են եւ ամբողջությամբ խեղաթյուրվում են նրանց պատկերացումները իրական ծրագրերի, իրական խնդիր լուծող ծրագրերի մասով։ Եվ ես ազգային ժողովի ամբիոնից էր մի անգամ շեշտեցի, որ ընդդիմության ներկայացուցիչները փոխանակ հակառակը փորձեն տեղեկատվությունը ճիշտ փոխանցել այդ մարդկանց, այնքան են մանիպուլացնում եւ անգամ ամբիոնից այնքան են մանիպուլացնում, որ ես ապշած եմ ուղղակի, այսինքն տունը կորցրած քաղաքացու, տունը կորցրած հայրենիքը կորցրած, ցավը սրտում, բարեկամներ կորցրած, տղա կորցրած ընտանիքի հարցերը մի կողմ, քաղաքական դիվիդենտները մի կողմ եւ այդ քաղաքական դիվիդենտները միջ օրս շարունակվում են։ Բացատրեմ ինչի չի ավարտվել աջակցությունը արցախցիներին տրվող հակառակը վերափոխվել է եւ եթե 113,000 քաղաքացի էր այն ժամանակ ստանում հիմա 53,000-ից մոտ 53,000 շահառու կարող է ունենալ այս ծրագիրը շարունակվելու է երեխաներին, թոշակառուներին, հաշմանդամություն ունեցող անձանց տրվել այդ 40+10,000-ները, բայց մենք ունենք պետեկամուտների կոմիտեից ստացած տվյալներ, որ մեծամասամբ մարդիկ արդեն անցել են աշխատանքի, ունեն ինչ-որ ապահովման միջոցներ Իհարկե մի ստվար զանգված կարող է չունենալ, բայց եկեք ճիշտ ընկալենք, երբ դու տալիս ես մարդուն երկարաժամկետ աջակցություն, նրա աշխատելու ցանկությունը կորում է շատ դեպքերում։ Եվ մենք հորդորում ենք նախքին դրա վառ օրինակ։ Այո, եւ մենք հորդորում ենք մարդկանց գնալ աշխատանքի եւ գնահատման սկզբունքով, անապահովության գնահատման սկզբունքով լինելու է աջակցությունը թիրախային, տրվելու են աջակցություններ այն մարդկանց, ովքեր դրա կարիքը իրապես ունեն, որտեվ այս օրինակ 40+10 ստացել են միլիոն ու կես աշխատավարձ ունեցող մարդիկ դա արդար է, արդյոք թե ոչ։ Նորից եմ կրկնում 115 միլիարդ դրամ պետբյուջեից գնացել է։ Լսել եմ այդ մեկնաբանությունները, գնացեք դոնորներից գումար վերցրեք, գնացեք մեկ ասում Արցախի հիմնադրամը ինչ որ բանի տակ է շեշտը կդնեմ նրա վրա, որ մենք 2023 թվականի վերջին մոտ 380 միլիարդ, որից 225 միլիարդը Արցախի պետական հիմնադրամների եւ պետբյուջեի պարտքներ բանկերին մենք վերցրեցինք կառավարության վրա այդ Ուղղակի թիվը թարգման ենք հայերեն, որովհետև շատերը այդ միլիարդների մեջ Հա, դոլարներով են։ Հա, մոլորվում են դա մոտավորապես 800 միլիոն դոլարի մասին է խոսքը։ Դե խնդիրն է անում է, որ շատերը այդ թվերը չեն տեսնում, արցախցիների մեջ մտցրել են, որ ձեզ պետբյուջեից չեն գումար տալիս, ու այլ երկրներն են այդ գումարները տալիս, այս 115 միլիարդից, եթե չեմ սխալվի, 20-30 միլիարդն է դրսից եկել եւ այո մենք բազմիցս աշխատել ենք մեր միջազգային գործընկերների հետ թե բնակապահովման ծրագրի թե այս ծրագրերի մասով որպեսզի գումարներ կարողանանք ստանալ եւ այդ մեղադրանքներ չեմ ընդունում անգամ Արցախից ներկայացուցիչներ են եղել այդ ժամանակ որ մենք շփվել ենք միջազգային գործընկերների հետ եւ այդ գումարները տեղ են հասել երրորդ կոմպոնենտը ձեր ասացի Հա, իրավունք ունեն պահանջել թե չունեն, խնդիրը ապատեղեկատվության մեծ ծավալն է այդ մարդկանց մոտ, երբ դու բացատրում ես, որ կարող ես ստեղից երեխաներ ունես, ասում եմ երեխաներով, մենակ օրինակ 3 երեխա ունեմ, չեմ կարող այդքանի գումարով 40+10-ով կամ 40,000-ով տան վարձ տալ, ասում ենք, բայց ու քանի երեխաներ ունես, ինչի՞ չես դիմում բնակարանային ապահովության ծրագրին, ասում եմ, որովհետև չեմ ուզում քաղաքացիություն ունենամ, ասում ենք, ինչի՞ չես ուզում, ասում եմ, որովհետև իմ հետ վերադարձի իրավունքը կամ հետագայում նրա մտքով ու ցանկությամբ ինքնորոշման իրավունքը ես չեմ կարող իրացնել, ասում ենք, կարող ես ու Արցախի ներկայացուցիչներն էլ բանավեճի ժամանակ մեր հետ բանավեճերի ժամանակ բարձրաձայնում են, որ այո միջազգային իրավունքի մասնագետները շեշտում են, որ քաղաքացիություն ստանալը բացարձակապես չի զրկում մարդուն իր նախկին իրավական նախորդ կարգավիճակը առողջինչ չի դարձնում։ Ընդհանրապես
Բայց օրինակ նույնը չեն անում արցախցիների շրջանում։ Այսինքն եթե իրանք որպես ներկայացուցիչներ բարձրաձայնեն դրա մասին հաճախ, որ ձեր քաղաքացիություն ստանալը ընդհանրապես խնդիր չի, շատերը անգամ ասում են, չեմ ուզում իմ տղան բանակ գնա, դրա համար չեմ ուզում տղաս քաղաքացիություն վերցնի։ Այդ հարցին ենք փորձում լուծում տալ բնականաբար հոգեբանական իրավիճակը հաշվի առնելով։ Բայց եթե կա բնակապահովման ծրագիր, եթե արդեն 900-ից ավել ընտանիք օգտվել է ծրագրից եւ հնարավոր է տներ կառուցել, հիպոթեք վերցնել, տուն գնել, բնակարան գնել, ինչի չօգտվել է ծրագրից եւ մնալ, շարունակել կախվածության մեջ մնալ պետության աջակցությունից։ Ավելի լավ չի դու ունենաս քո սեփականությունը, քո տանիքը, քո գլխին։ Մանիպուլատիվ թեզերի արդյունքում այդ մարդկանց ճակատագիրը խեղվում է։ Քանի որ խոսք գնաց մանիպուլյացիաների մասին, տեսեք, այսպիսի մի թեզ է շրջանառվում, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները նոյեմբերի 9-ի հայտարարությունը չեն իրականացնում, չեն կատարում, խոսքը միջանցքի մասին է։ Այ որ մենք միջանցքը տանք, դրանից հետո Ադրբեջանը կբացի ճանապարհը, անխոչնդոտ վերադարձի դեպի Արցախի, արցախահայերը կվերադառնան իրենց տներ, իրենց ընտանիքներով եւ Արցախի հայաթափումը ըստ էության կչեզոքացվի որպես այդպեսին, այսինքն խոչընդոտը այս դեպքում Հայաստանի Հանրապետությունն է, որը չի իրականացնում նոյեմբերի 9-ի Չարաբաստիկ 9-րդ կետը։ Ցավոք սրտի այս տարիների ընթացքում, 2 տարվա ընթացքում ես շատ եմ լսել մեղադրանք Հայաստանի Հանրապետությանը, այնինչ տեղի ունեցել այս ընթացքում Ադրբեջանի ձեռամբ է տեղի ունեցել, բայց մարդիկ ավելի շատ հակված են մեղադրել Հայաստանի Հանրապետության կառավարությանը, որը մեծ ցավ է ինձ համար։ Մենք ամեն ինչ արել ենք, ամեն գործողություն արել ենք, որպեսզի արցախցին ապրի Արցախում։ Երկրորդ մասը, որ կուզեմ անդրադառնալ նոյեմբերի 9-ի հայտարարությանը, շատ նման է մեր երկրորդ նախագահի հռչակած թեզին, եւ երկրորդ նախագահն էլ է շեշտում նոյեմբերի 9-ն է միակ հույսը, լույսը, բայց երկրորդ նախագահի մտածողության մեջ տարածքային ամբողջականություն եւ ինքնիշխանություն գոյություն չունի։ Եվ դրա համար է երկրորդ նախագահը բանակցել Մեղրին փոխանակելու ծրագրի շուրջ Ղարաբաղի ստատուսի համար։ Եւ նույնը հիմա է իրականացնում, եթե Մեղրին քո սուվերեն տարածքն է, քո տարածքային ամբողջականության մաս է, նույնը միջանցքի մասին, այսպես կոչված միջանցքի մասին եկեք խոսենք։ Քո սուվերեն տարածքի մասը դու սակարկության առարկա ես սարքում։ Այդ արդեն նշանակում է դու ամբողջության քո ամբողջ տարածքը կարող է սակարկության նշանակ եւ բանակցային փուլում դա ամենամեծ հանցագործությունն է, որ Ռոբերտ Քոչարյանին հանգիստ թողնենք, հիմնական պնդողներից մեկը ձեր նախկին, այսպես ասեմ, պայմանական թիմակից Էդմոն Մարուկյանն է։ Ես երբեք նրան պայմանական թիմակից չեմ համարել, Աստված սիրես։ Մարդը նշանակվել էր Հայաստանի Հանրապետությունների ներկայացնում դեսպան։ Ես ինչքան հիշում եմ իր քաղաքական կարիերան, միշտ փորձել է այդ երրորդ կլասիկ դերում լինել, բայց այս պարագայում ինչ որ միավորվել է Լևոն Զուրաբյանն էլ է նույն բանը ասում, Էդմոն Մարուկյանն էլ է նույն բանը ասում, Ռոբերտ Քոչարյանն էլ է նույն բանը ասում։ Մի տեսակ քաղաքական ուժերի կարծրատիպերը սենց ամբողջությամբ դարձել են ռուսական նարատիվի շղարշի ներքո եւ ինձ համար արդեն նրանց անցյալում տեղի ունեցած եւ հայտարարած քաղաքական մտքերը շատ լուրջ կասկածի տակ են դրվում։ Եվ նույնը Էդմոն Մարուկյանին է։ Ես չեմ կարողանում պատկերացնել, ոնց կարող է այդպես արագությամբ քաղաքական միտք գեներացնել, փոխել ուղղությունը, չգիտեմ, Եվրոպամետից ռուսամետ, ռուսամետից Եվրոպամետ հետ գալ եւ այդ շարժի մեջ ես վստահ եմ ուղղակի որ քաղաքական ուժ որպես նրանք այլևս տենց մեծ այսպես ասենք, դա Էդմոն Մարուկյանը միայնակ չի այդ իր ընտրությունների հարցում, ընտրության հարցում, որովհետեւ օրինակ ձեր նախկին կուսակից ընդ որում քաղաքացիական պայմանագիր ես որքանով քաղաքագիտությունից տեղյակ եմ, ավելի շատ աչակողմյան ուժը քաղաքական պայմանագիրը, քաղաքական պայմանագիրը կենտրոնամետ աչ է, բայց ավելի շատ կենտրոն։ Այդ եմ ասում, ավելի շատ աչ։ Մենք ծախերել ունենք մեր մեջ։ Պարզվեց որ ծախերել ունենք, հա, սոցիալիստական կուսակցությունն է։ Եթե կհիշեք, օրինակ Ամուլսարի հանքի բացման ժամանակ հանրային մեր գործընկերները ասում էին, որ չենք ուզում Ամուլսարի սար բացվի։ Իսկն մեր մեջ կա այդ տարանջատումները քաղաքական գծերի։ Բայց հիմա ինչի են ուզում։ Որովհետև մենք ունենք կոնսենսուսային որոշումներ կայացնելու ինստիտուտ եւ այո, այդ մարդկանց համոզմունքները տնտեսական շահի կողքը դնելով տեսել են, որ այսինքն դրա համար պահանջվում էր 7 տարի
7 տարի չէ։ իրենք 7 տարի, կոնկրետ 18 հանքը բացելու մասին եք խոսում։ Հանքը բացելու պատմությունը շատ երկար, եկեք չանդրադառնանք դրան, շատ երկար կտևի, սկսած նրանց որ դա օտարերկրյա ներդրում էր, հետո այդ ակցիաների պատճառով այդ ներդրումները իջիկ դարձան, հետո կառավարությունն է հիմա նաև երաշխավոր կանգնել, որպեսզի հանքը կարողանա աշխատել բանկերի մոտ, երկար process է։ Հիմա տեսեք, ես անգամ կարադառնամ ներողություն ձեր նախորդ հարցի մեջ կար ԱԳՆ հայտարարության վերաբերյալ քննադատությունների տարապ մարդիկ ուզում են պատասխանատվություն չստանձնել իրենց արած գործողությունների համար։ Երբ 1 տարի շարունակ մեր քաղաքական ուժը հորդորում էր Լեռնային Ղարաբաղի իշխանություններին գնալ բանակցությունների Սոֆիայում եւ Բրատիսլավայում, նրանք ասում էին չէ, եւ եկեք անկեղծ արդեն ուղիղ ամեն ինչ բաց է եւ հնարավոր է ասել։ Նրանք ասում էին ոչ, ռուսները մեզ այլ բան են խոսք տացել։ Օրինակ Արթուր Խաչատրյանը ձեր գործընկեր, ընդդիմադիր գործընկեր հայտարարում է, որ նման հրամանագիր ինչ որ թուղթ, այսպես է ձևակերպումը, նման հրամանագիր կարող են բառացի մեջ բերել պարոն Մկրտչյանի, բայց երկար կտևի մի քիչ, որ նման բան չի եղել, որ իշխանությունները տապալեցին բանակցությունները, որոնք ընթանում էին Եվլախում։ Իշխանություններն են տապալել, Հայաստանի իշխանությունները։ Եվ դրանով ըստ էության սկիզբ դրվեց Արցախի հայաթափմանը։ Ինչով ենք Ես չգիտեմ խաթարել։ Ես ինչքան հիշում եմ, մենք մարդկանց ուղղորդում էինք Եվրոպա գնալ բանակցելու եւ այնտեղ նաեւ ոչ միայն երկկողմ ֆորմատ էր լինելու լավ, եթե շատ չբացեմ փակագծերը, մարդիկ ասում էին ոչ, չենք ուզում։ Հետո տեսան, որ հնարավոր չի պետք է առնվազն իշխանափոխությունից հետո այնտեղ գնալ բանակցությունների, Հայաստան դաշինքը միջ էր երկկողմ բանակցություններին արցախցիների եւ ադրբեջանցիների կտրուկ դեմ էր։ Կտրուկ ասում էր դուք մենակ եք թողում մեր գործընկերներին, Ադրբեջանը երբեք հավասարի հետ չի բանակցի։ Հետո երբ իշխանություն փոխվեց, շատ արագ նաեւ Աղդամով ճանապարհը բացվեց, ստացան բեռներ, հետո որոշեցին գնալ Եվլախ բանակցությունների եւ շատ արագ այդ ամեն ինչ տեղի ունեցավ, նրանք չգիտես ինչի կտրուկ վերափոխվեցին, որտեղ արդեն դաշնակցական իշխանություն եկավ, ազգային ժողով օրինակ։ Եվ նորից այդ կարծիքը փոխվեց նրանց, որ չէ լավ կարելի է բանակցել արդեն ադրբեջանցիների հետ։ Երբ արդեն բանը բանից անցել էր եւ էլ բանակցելու միտք չկար, որտեղ ամեն ինչին չէ ասելով չի։ Պետք է նաև կարողանաս հաշվարկել քո ուժերը եւ նաև հաշվարկել մենք անկեղծ ենք եղել Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ։ Մենք անկեղծ ասել ենք մեր ուժերի չափը, մենք անկեղծ ասել ենք ինչով ենք մենք այս տարիների ընթացքում 20 թվից հետո մեր ամբողջ բանակցային ռեսուրսը դրել ենք Լեռնային Ղարաբաղի վրա։ Բայց երբ արդեն այլ ելք չկա, մենք ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում նիստ էինք հրավիրել, եթե կհիշեք։ 1 օր առաջ տեղի ունեցավ, 1-2 օր առաջ տեղի ունեցավ, այնինչ տեղի ունեցավ եւ մենք կներեք բոլորս շվարած իրար էրսի էինք նայում, թե ինչ պետք է անենք ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստին, եթե մենք ենք ստորագրել դա։ Այն ժամանակ երբ ասում էինք Ժորժ ջան, մնացեք տեղ, որտեվ մեզ պետք է որ բանակցելու համար առնվազն մեզ պետք է այնտեղ տեղում հողի վրա լինի բնակիչ, որի շահերն ու իրավունքները պետք է Հայաստանի Հանրապետությունը կարողանա պաշտպանել։ Մեզ ասում էին Հայաստանի Հանրապետությունը փակել է սահմանը եւ չի թողում մազապուրտ եղած ժողովրդին գալ Հայաստանի Հանրապետություն։ Էմոցիոնալ որոշումների դաշտում իհարկե շատերը քաղաքացիները կարող են նման կարծիք հայտնել, բայց քաղաքական ուժերը նման դիլետանտություն անել անընդունելի եմ համարում։ Հիմա բայց վերադառնանք այսպես կոչված միջանցքի թեմային, փորձենք ամփոփել թեման։ Տեսեք, պնդում եմ, որ եթե միջանցքը բացվի, հնարավորություն կստեղծվի, որ Արցախահայերը վերադառնան Ադրբեջան, ինչը իր հերթին հնարավորություն կստեղծվի, որ Հայաստանը կրկին ներգրավի Արցախահայության իրավունքների պաշտպանության գործում։ Մի հարց տամ էլի, այդ ովքեր որ ասում են, երբևիցե շփվել են արցախցիների հետ։ Ենթադրում եմ, այո։ Ես 5000-ից ավելի ընտանիքի հետ անհատապես եմ շփվել, անհատապես այս տարիների ընթացքում։ Եվ նրանցից ոչ մեկը չի պատկերացնում Արցախ վերադարձը նոր ստատուս քվոյով։ Իսկ հին ստատուս քվոյով ուզում եք միջանցք բացեք, ինչ ուզում եք արեք, Ադրբեջան թույլ չտալու։ Այսինքն մարդիկ հրաշալի հասկանում են, որ իրենք գնալու են ադրբեջանական դատարանների ձեռքը, որ իրենց երեխաները զորակոչվելու են ադրբեջանական բանակ։ Շատ հնարավոր է ի սկզբանե Ադրբեջանը միջազգային հանրությանը ցույց տալու համար, որ տեսեք, ես ինչ տոլերանտ
բարի անձնավորություն եմ, կարող եմ նաև ընդունել այն մարդկանց, ովքեր որ բռնի տեղահանվել են իմ կողմից, շատ հնարավոր է ինչ-որ քաղաքացիություն տալ, գոտաներ տա, բավականին լավ բաներ անի, որպեսզի այդ մարդկանց միջազգային հանրության աչքին թոզ փչի, բայց ընդունել ադրբեջանի քաղաքացիություն, ապրել ադրբեջանական իրավակարգի ներքո, դա անքննելի է եւ մոտ ապագայում չէ, հետագայում էլ անքննելի է։ Եկեք չխափենք մարդկանց հերիք է, խափենք այս ժողովրդին 30 տարի խափեցինք, դրա համար այս մարդիկ հիմա կոգնիտիվ դիզոնանսից չեն կարողանում հետ գալ։ Շնորհակալություն զրույցի համար։ Հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցներ Ազգային ժողովի պատգամավոր քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ Լիլիթ Մինասյանը, ես Լևոն Սարդարանն եմ, կհանդիպենք արդեն վաղը նույն ժամին, նույն վայրում, հաջողություն եւ համբերություն բոլորիս։